Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ 2026-ի պետական բյուջեն պատմական է եւ փաստում է, որ ապագա կա։ Ազգային ժողովում բյուջեի լսումների ժամանակ հայտարարեց կառավարության ներկայացուցիչը։ Անդիմադիր պատգամավորը հակադարձեց, թե ձախողված ծրագրերի ամփոփ բյուջե։ Շարքային քաղաքացուն սակայն 3 տրիլիոն եկամուտ, 500 միլիարդով ավելի ծախս, նույնքան պակասուրդ արտահայտությունները քիչ են հետաքրքրում։ Ավելի կարևոր է, թե որքան ցածր կլինի գնաճը, կբարձրանան նպաստներն ու թոշակները, արդյոք կավելանան պետության անվտանգության նողված գումարները։ Քանի որ առավել առաջնահերթը պետության անվտանգությունն է, ասեմ, որ պաշտպանական ոլորտի համար այս տարվա համեմատ նախատեսվել է մոտ 100 միլիարդ դրամով պակաս գումար։ Որքան էլ իշխանությունները արդարանան, թե 2025-ին պաշտպանական ծախսերը զգալի մեծ էին 2024-ի համեմատ, ակնհայտ է, որ աճի տեմպերը չի պահպանվում։ Մինչդեռ Ադրբեջանն իր պաշտպանական ու անվտանգային ծախսերը ավելացրել է մոտ 4%-ով, նախատեսելով ավելի քան 5 միլիարդ դոլար։ Անցած տարիներին իշխանությունները այնքան են մտածել երկրի պաշտպանության մասին, որ ավելացրել են պետական պարտքը, զենք են գնել։ Պետական պարտքը 7 միլիարդ 400 միլիոն դոլարով ավելացնելու Նիկոլ Փաշինյանի այս արդարացումը տնտեսագետները չեն ընդունում։ Նրանք պնդում են, որ այդ գումարը ուղղվել է ոչ թե զենք գնելուն, այլ բյուջեի դեֆիցիտը ծածկելուն, տոկոսավճարներին եւ մի մասնակի պաշտպանական ծրագրերին։ Եվ իրոք, ոչ մի պաշտոնական փաստաթղթում չկա փաստ, որ պետական պարտքի աճի ամբողջ գումարը կամ մեծ մասը զենքին գնման վրա է ծախսվել։ Ու կարելի ասել, որ 14 միլիարդ 200 միլիոն դոլար պետական պարտքը քաղաքացիների քթից է գալիս։ Չէ՞ որ այդ գումարների հաշվին հնարավոր էր ավելացնել կապիտալ ծախսերը, թոշակներն ու նպաստները։ Մինչդեռ իշխանությունները ծրագրում են 2026-ին պարտքը կրկին ավելացնել, այս անգամ շուրջ 700 միլիարդ դրամով։ Հիմա բյուջեի սոցիալական բաղադրիչի մասին։ Տարի մի քանի անգամ հրապարակվում են գնաճի վերաբերյալ տարատեսակ ցուցանիշեր։ Հասարակության մի ստվար զանգված չի հավատում պաշտոնական թվերին։ Վստահ է, որ թանկացումը ավելի շատ է։ Ավելին, նույնիսկ պաշտոնական հաշվարկներով կենսաթոշակը ցածր է պարենային զամբյուղի ամսական արժեքից։ Հետևաբար տրամաբանական էր, եթե գործադիրը նախաձեռներ թոշակների զգալի բարձրացում։ Բայց ոչ։ Սոցիալական ոլորտի պատասխանատուն ընդամենը հայտարարում է, թե 2026-ի հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափը 12-ի փոխարեն սահմանվելու է 20%, եւ որ դրանով կենսաթոշակները միջինը կբարձրանան 3000-ից 3500 դրամով։ Մեկնաբանությունները ավելորդ են։ 2026-ի բյուջեի եւ պետական պարտքի մասին զրուցել ենք տնտեսագետ Ավասի Թավադյանի հետ։ Թողարկված պարտատոմսերի որ տոկոսն է, որ ձեր են բերում այդ ֆոնդերը։ Փողը ֆոնդինը չի, փողը քաղաքացիությունն է։ Մեր առաջի 6 ամսվա արտաքին առևտրի հաշվետվությունը ուրեմն 52.8%-ով արտահանումը նվազել է։ Կապիտալի ներհոսքի ֆենոմեն ունենք, որը որ չէ, ձեր արտաքին առևտրի թվերի մեջ իրանք չկան։ Եթե թոշակը բարձրանալու արդեն մի տարի շուտ գները սաղ աճում է։ Ամեն ինչն է թանկացել է։ 2025 թվականի 3-րդ եռամսյակում 12 ամսյա գնաճը փոքր-ինչ արագացել է։ Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակեց 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ արդյունաբերության ոլորտում սեպտեմբերին աճ է գրանցվել, սակայն նախորդ տարվա 9 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 5.7% անկում է եղել։ Կա մտահոգվելու առիթ։ Եթե նայում ենք ակտիվության ցուցանիշը, ապա 5 ցուցանիշներից ենթադասերից հիմնականում արդյունաբերությունը չէ, որ աճ ապահովում Հայաստանում, դրանք են շինարարությունը, բանկային ոլորտը, ֆինանսական ոլորտը եւ ծառայությունները։ Այս առումով արդյունաբերությունը խնդիրներ ունի, ինչպես նաեւ գյուղատնտեսությունը խնդիրներ ունի։ Արդյունաբերությունը զգալի անկում է ապրել, որովհետեւ արդյունաբերությունը 2024 թվականին հիմնականում պայմանավորված է եղել ոսկու վերարտադրման արդյունաբերության վրա, որը զգալի անկում ապրեց տարվա սկզբին եւ իջիկս եղավ եւ այս պահին տեսնում ենք, որ արդյունաբերությունը հիմնականում դրանով էր պայմանավորված 2024 թվականին։ Այս տարին ունենք վերականգնողական աճ, որը չի համեմատվի 24 թվականի ցուցանիշների հետ, քանի որ 24 թվականի ցուցանիշները հիմնականում պայմանավորված էին ոսկու վերարտադրումով։ Այս տեսանկյունից մտահոգվելու պատճառը, եթե ընդհանուր ենք նայում տնտեսական ակտիվության ցուցանիշները, նրանում է, որ մեր տնտեսությունը հիմնված է բանկային ոլորտի, ֆինանսական համակարգի, ինչպես նաև շինարարության անշարժ գույքի վրա։
Ինչպես կգնահատեք 2026 թվականի պետական բյուջեն։ Այստեղ ծրագրված կապիտալ ծախսերը կնպաստեն արդյունաբերության զարգացմանը, արտահանման աճին, երկիրը բիզնեսի համար գրավիչ դարձնելուն։ Բյուջեն կարդալուց տպավորություն է ստեղծվում, որ այնտեղ գրվել է փափուկ վայրեջքի տրամաբանությամբ, ինչի նկատի ունեմ ես, որովհետև այն ինչ որ այս պահին տեղի է ունեցել վերջին 2 տարվա ընթացքում նման է 2002-ից 2007 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսական աճին, երբ մենք միջինը գրանցում ենք 12% տնտեսական աճ եւ հիմնականում պայմանավորված դրսից եկած գումարներով 22, 23, 24 թվականները դրանով էին հիմնականում պայմանավորված, սակայն ի տարբերություն 2008 թվականի երբ որ փափուկ վայրեջ չկա, այսինքն ինքնաթիռը Հայաստանի Հանրապետության անունով դրսից եկած քամիներով թռավ դեպի օդ եւ փլուզվեց 2008 թվականին, 2025 թվականին, 26 թվականի կառավարություն հուսով է, որ փափուկ վայրեջ կլինելու, դրա համար այս բյուջեն այսպես է կազմված։ Կենտրոնական բանկի նախագահը օրերս հայտարարել է, թե ունենք բարձր տնտեսական աճ ու ցածր գնաճ։ Ինչու են տրամագծորեն տարբերվում գնաճի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններն ու քաղաքացիների պատկերացումները։ Գնաճը գնաճային զամբյուղ է իրականում, որի մեջ մտնում են 400-ից ավել ապրանք եւ նա ագրեգացված այդ տվյալների հատկություն է։ Եվ դա չի ներկայացնում ընդհանուր պատկերը, որովհետեւ տարբեր ընտանիքներ տարբեր ձև են ծախսում իրենց վաստակած եկամուտներ եւ տարբեր զամբյուղներ ունեն։ Օրինակի համար այս միջինացված զամբյուղի մեջ, եթե նայենք, ամենամեծ աճ արձանագրել են տրանսպորտի գները, ինչպես նաև ծննդամթերքի գներից։ Եթե նայենք ըստ խավերի, ցածր խավը իրենց եկամուտներից 50-60%-ը ծախսվում է ծննդամթերքի վրա, որը ել ավելի մեծ գնաճ ունի։ Այսինքն, եթե մեր մոտ բազիսային գնաճը 3% է, ենթադրենք, որը բոլոր այս 400 ապրանքների համախումբն է, ապա ծննդամթերքի գնաճը 2-3 անգամ ավել է, այսինքն ցածր խավը ասենք 9-10% է գնաճը զգում ավելի շատ, քանի որ հիմնականում ծախսում է բանջարեղենի մրգի վրա, միջին խավն էլ է բարձր գնաճը զգում։ Շարունակվող գնաճի պայմաններում որքան արդյունավետ է կառավարության սոցիալական քաղաքականությունը 2026 թվականին հետվճարի սահմանաչափը 20% սահմանելով հնարավոր է մեղմել սոցիալապես խոցելի խավի վիճակը։ Եթե օրինակ պարզության համար բերեմ համեմատություն 2018 թվականին Հայաստանում կար ենթադրենք 5 ընտանիք, որոնք ստանում էին 1, 2, 3, 4 եւ 5 դրամ եւ միջին աշխատավարձը գալիս էր 3 դրամ, այս պահին նույն 5 ընտանիքը ստանում են 1, 2, 3, 4 եւ 10 դրամ, ըստ այդմ միջինը գալիս է 4 դրամ։ Այսինքն հիմնականում աճը ապահովել են դրսից եկած գումարներով բանկային համակարգի հետ սերտաճած եւ ՏՏ ոլորտի հետ կապված այն ընտանիքները եւ դրանց աշխատավարձերը մի քանի անգամ աճել են։ Մնացած խավը նույն ձև է ապրում, այսինքն մեծ փոփոխություն չկա իրենց կենսամակարդակի մեջ եւ հիմնականում սա է ապահովում միջին ցուցանիշների աճ։ Որոշակի քայլեր արվում են սոցիալական քաղաքականությունը բարելավելու համար, բայց իրանք կամ տեղ չեն հասնում կամ ոչ արդյունավետ են կամ էլ նշանակետին, ասենքան միտված չեն, որովհետև օրինակի համար այս վերջերս խնդիր դրվեց, որ աղքատությունը չի կրճատվում եւ հիմնական պատճառ որպես քննարկվեց, որ կրթություն չունենք Հայաստանի Հանրապետություն, կրթության մակարդակը ցածր է դրա համար, դա այսպես ասած բեռ դնում է հենց աշխատավորների վրա, բնակչության վրա, որ տեսեք դուք չեք կրթվել, դրա համար լավ չեք աշխատում, դրա համար աղքատ եք, որը սխալ տրամաբանություն է, հիմնականում ասենք պետության հիմնական նպատակը եկամուտների վերաբաշխումն է եւ այստեղ հստակ պիտի հասկանալ այս մեծ քանակության փողերը, որ Հայաստանի Հանրապետությունը մտել են, ոչ արդյունավետ պիտի վերաբաշխվեն, որպիսի նաեւ օգտակար լինեն ցածր խավին։ Հայաստանի Հանրապետության տնտեսության հիմնական խնդիրը այն է, որ աշխատունակ բնակչության 6-ից 1-ը բանկային համակարգում սև ցուցակում է։ Ոչ թե մարդիկ չեն աշխատում, այսպես ասած, այլ չեն կարող գրանցվել աշխատանքի, ստվերը չի կրճատվում, որովհետև եթե գրանցվեն մաքուրով աշխատեն, այսպես ասած, հարկատիրը գալու է իրենց աշխատավարձի մեծ մասը տանի։ Սա խնդիր է եւ հիմնականում սոցիալական խնդիրը այս է եւ այն, որ 20%-ը հետ է վերադառնալու, խնդիրը չի լուծի, որտեվ այս մարդիկ չեն կարողանա, այսինքն 6-ից 1-ը չի կարող օգտվի այդ լուծումից, որտեվ քարտեր չի կարողանա, քարտերով չի կարող առևտուր անել։ Որտեղ է ծախսվել վերջին 7 տարիներին ավելացած 7.4 միլիարդ դոլար պետական պարտքը։ Մենք վտանգավոր շեմի վրա ենք, որտեվ ըստ ԵԱՏՄ համաձայնագրի Հայաստանի ԵԱՏՄ
պետություն է, պետական պարտք հարաբերությունը չպետք է գերազանցի 50%-ը, մեր մոտ արդեն 53-54% է, ըստ մեր ներքին օրենսդրության չպետք է գերազանցի 60%-ը եւ եթե 60%-ը գերազանցում է, ապա ֆինանսների նախարարությունը հատուկ քայլեր պիտի կատարի ծախսերի կրճատման համար։ Սա որոշակի խնդիր է, ճիշտ է, խնդիրը փորձել են մեղմել դրամական պարտքը մեծացնելով, որտեղ եթե նայենք 2018 թվականին մոտ 18-20%-ներ ընդամենը դրամական պարտքը ընդհանուրի մեջ, այս պահին 50%-ն է, 50-50։ Սա ինչի է բերել, որ պետական պարտքի սպասարկումը ավելի է թանկացել, դրա համար տեսնում ենք բյուջեի մեջ տոկոսը ավելի մեծ է պետական պարտքի սպասարկման, որտեղ դրամ ավելի թանկ է սպասարկելու, սակայն հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում որտեղ պարտքի մեծացումն է, որպիսի ծախսերի արվի, այլ հենց ծախսերի արդյունավետության գնահատումը, որտեղ Հայաստանի Հանրապետությունում ծախսերը պետական բյուջեի պարզապես արելով են, այսինքն եթե գալեչկեն չեք մարկը դրեցին, որ արվել է ծախսը, որ հաշվետվության մեջ գրեցին, ուրեմն համարվում են արդյունավետ, սա իրականում թերի լուծում է։ Պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի մասնաբաժինն ավելացել է արտաքին պարտքից։ Սա լավ է, թե վատ։ Մենք այսպես ասած հնարավոր փոխարժեքային ռիսկից ծերծ ենք մնում, որովհետև եթե մեր պետական պարտքի ենթադրենք ամբողջությամբ դոլարային լիներ եւ փոխարժեքը հանկարծակի թռնել 380-ից ենթադրենք 450, որի իրականում այդպիսի պատմություն ունենք 2008 թվականի վերջին, 2014 թվականի վերջին, այդ մեր պետական պարտքի հարաբերությունը միանգամից հատելու է 70% սահմանը, այս պարագայում հատելու է մոտավորապես 60% սահմանը, որը ավելի կառավարելի է։ Ասեմ, որ այս պահին փոխարժեքային ճգնաժամի ռիսկը ցածր է, որտեղ կենտրոնական բանկը կառավարում է իրադրությունը, սակայն սա պետք է հաշվի առնել։ Խեղված ճակատագրեր էջի շրջանակում 13 տարիների ընթացքում կարիքավոր հարյուրավոր ընտանիքներ ենք նկարահանել։ Սակայն Արագածոտնի մարզի Նոր Երզնկագյուղում ապրող Բունաթյան ընտանիքի պատմությունը իհապես տարբերվում է մյուսներից եւ իրավամբ կարող է հնդկական ֆիլմի սցենար դառնալ։ Ֆիլմ, որի գլխավոր հերոսուհին տարեցկին է, ով միայնակ է մեծացնում անչափահաս 5 թոռներին եւ ում համար թասիբն ու ինքնասիրությունը ավելի կարեւոր են, քան կենցաղային խնդիրները։ Սակայն ինչպես յուրաքանչյուր ֆիլմի սյուժե, այս ընտանիքի ներկա վիճակն էլ ունի նախապատմություն, որը մեր հեռուստադիտողների շատերին կարող է շոկի ենթարկել։ Բանն այն է, որ անչափահաս երեխաների ծնողները ամուսնալուծվել են։ Պատկերացնում եք, լույս աշխարհ են բերում 5 երեխա եւ վերջում բաժանվում։ Լավ, մեկը, երկուսն էլ ինչ որտեղ հասկանալի է։ Լսել ենք նաեւ 3 երեխա ունեցողների բաժանության մասին, բայց ունենաս 5 երեխա, հետո որոշես ամուսնալուծվել։ Հակամա ուզում ես հասկանալ, այդ երեխաները սիրո պտուղ են, թե զույգը պարզապես տեղյակ չի եղել պաշտպանվելու եղանակների մասին։ Ինչևէ, ամուսնալուծվելուց հետո հայրը մեկնել է Ռուսաստան, կրկին ամուսնացել, մոր գտնվելու վայրը անհայտ է։ Հայտնի է մի բան. հորական տատը երեխաների մանկատներից տուն է վերադարձրել եւ դարձել նրանց խնամակալը։ Ճիշտ է, հայրը երբեմն գումար է ուղարկում երեխաների կարիքները հոգալու համար, բայց դա բնականաբար բավարար չէ։ Հիմա հեռուստադիտողը կասի, բայց ես ինչի պետք է վճարեմ անպատասխանատու ծնողների փոխարեն, որոնք 5 երեխայի թողել են բախտի քմահաճույքին։ Անկեղծ ասած, չունեմ հակափաստարկ։ Միակ կրմանն այն է, որ խոսքը երեխաների մասին է, որոնք ինչպես մյուս բոլոր երեխաները նաև հանրության պաշտպանության կարիքն ունեն։ Իսկ մենք հուսամ դեռ չենք կորցրել կարեկցելու ունակությունը։ Հավատացեք, անգամ աննշան օգնությունը այս ընտանիքի համար մեծ բան է։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի որբացած 5 ճակատագիր տեսանյութը։ Լսեց մորանունն ու փուլի եկավ։ Տասնմեկամյա այս տղային, նրա քույրերին ու եղբայրներին մայրը տարիներ առաջ է լքել, թողել մանկատան խնամքին ու հեռացել։ 5 անչափահաս երեխաները մանկատանն են հայտնվել ծնողների ամուսնալուծությունից հետո։ Շուրջ 2.5 տարի փոքրիկները զրկված են եղել ծնողական սիրուց, հոգատարությունից եւ ուշադրությունից։ Որն են մեղադրում իրենց ցավի ու տառապանքի համար։ Այսօր անգամ նրա անունը լսել չեն ցանկանում։ Մաման որ վերադառնա կուզեք տեսնել։ Կգնաք իր մոտ։
Մոտ 2 ամիս առաջ թորնիկներին մանկատներից գտել ու վերադարձրել է տատիկը։ Առաջին անգամ փորձը անհաջող է ավարտվել, հարսը խանգարել է, տատը ստիպված է եղել երեխաներին կրկին հետ տանել։ Երկարատև համառ պայքարից հետո նա վերջապես կարողացել է թորներին դուրս բերել մանկատնից ու դարձել նրանց խնամակալը։ Չեմ կարող։ Ես հանեցի վերեցի, հետո ինքը ինձ վրա բողոքեց։ Քաշքշուկներ եղավ էլի, նորից երեխեքին մենք հետ հանձնեցինք։ Իմ ուշքում ինքը ոչ թե ես էի, այլ իմ երեխեքը, որ ես ընդից դուրս բերեի, այդքան բան։ Ինձ պետք է որ իմ երեխեք մնան իմ կողքը, վсё։ Իջաներքև տեսա տատին կայնացան միջանցքում, տատին ասեց, հələ եկեք գնում ենք, արդեն մի հատ երկը միացին, բարեցինք մի քիչ եկանք տուն։ Երեխաներին մանկատնից դուրս բերել այնուամենայնիվ հաջողվեց, սակայն արդեն բազում տրավմաներով։ Գիշերը ես մեկել իմ սենյակից մի հատ վահե կար, ինքի ընկերներ, ես ու ինքը որ մի քիչ խոսում ենք, բանը, իրանք չեն թողում խոսենք, ինձի այդ փայտով ծեծում էին, ինձ ու այդ ընկերոջս։ Որտեղ են հարվածել։ Ոտքից մեկել մեջքից։ Բունաթյան ընտանիքում հոգսերը շատ են, բարձով են բնակվում Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի այս փոքրիկ համեստ տանը, որտեղ կյանքի յուրաքանչյուր օրը գոյաբանական պայքար է։ 5 երեխաների խնամքը ամբողջությամբ տիկին Սուսանայի ուսերին է, աշխատել այժմ չի կարողանում, չնայած որ մասնագիտությամբ խոհարար է եւ երկար տարիների աշխատանքային փորձ ունի։ Ընտանիքը նպաստել չի ստանում, փաստաթղթերի մի շարք խնդիրներ կան։ Ոչ թոշակառու եմ, նպաստը չենք ստանում, Ռաֆի գումարը չեմ ստանում, յոլա եմ տանում, ինչքան հնարավոր է։ Հագուստներ իմ ծանոթներն են տալիս, չունենք նոտարով հաստատված թուղթ, որ ինքը նոտարով գրությունը պետք է տա նոտարով, որպեսզի ես կարողանամ կանգնեմ խնամակալ երեխեքի նպաստը, այդ մնացածից օգտվեմ։ Ես քանի անգամ դիմեցի իրան, զանգում եմ, ասում եմ ես փող չունեմ, փող ունես, արի դու տուր։ Ինչ վերաբերում է հորը Ալբերտին, նա մեկնել է Ռուսաստան, նոր ընտանիք է կազմել, երեխա ունեցել, բայց 5 երեխաների հետ կապը չի կտրել։ Երբեմն նաև գումարով է օգնում։ Ասեցի, պապա երբ ես փող ղրկելու, ասեցի մեկ երբ ես շոր բերել։ Վարձով տան պայմանների մասին թերևս չխոսենք, երեխաներն իրենք են պատմում։ Ստեղ 3 աղբերներս են քնում, ստեղ ես բացում ենք քնում ենք, այնտեղ տատիկս ու քույրիկս։ Ճիշտ է, ես տատին որ տեղաշոր ունեն քնում ենք, բայց քույրիկ աղբերներս ուզում եմ տեղաշոր ունենան քնեն։ Հատակին քնելը այս ընտանիքի համար միակ բարդությունը չէ, բետոնապատ սենյակներ, հնամաշ ու կոտրված կահույք։ Չունեն ոչ սառնարան, ոչ լվացքի մեքենա, անգամ պահարաններ հագուստը դասավորելու համար։ Եվ չնայած այս ծանր սոցիալական պայմաններին տիկին Սուսանայի տունը աչքի էր ընկնում իր կոկիկությամբ ու մաքրությամբ։ Թեև շորերը դարակներ չունեին, բայց հագուստը գեղեցիկ ու խնամքով էր դասավորված։ Ում շորերն են։ Մենք օգնել ենք տատիկս դասավորելը։ Չկա կահույք, ընդամենը մի գարդիրով է, որ այստեղ էս տանն է, երեխեքի մի քանի կտոր շորն է մեջ շարած, մնացածը դե այն սենյակում, այդ բետոնի սենյակում շարած թողել եմ, որ ինչև Հանուն թորների ամեն ինչի պատրաստ տատը ջեռուցման հարցնել է լուծել այս պատվախնդիր կինը, չնայած տարիքին, առողջական խնդիրներին սեփական ձեռքերով է փայտը կոտրում, որ ձմռան վառելիքը պահեստավորի։ Իսկ ձեռքերի կոշտացած ու վնասված վիճակն էլ տղամարդու պես աշխատելու արդյունքն է։ Էսի ցախ բերելու, որ ցախ են բերել, այդ ծառերի արանքից, որ 4 ճյուղերը քաշում հանում ենք, այդտեղ սա մասուր է, այդտեղ սա ճղճղել։ Որ շաբաթ կիրակի է գալիս, ես տատիկը մեկել Սաշը գնում ենք, փայտ ենք հավաքում բերում, տատիկը ջարդում է, մենք օգնում ենք, կրում ենք։ Իրանք գիտեն, որ ես ամեն ինչի պատրաստ եմ իրանց համար, ամեն ինչի։ Երեխաների միակ հենարանը տատն է, որ նրանց համար եւ հայր է եւ մայր։ Ծնողական ջերմությունն ու պաշտպանվածությունը միայն նրանից են ստանում։ Նրա հետ ու հանուն նրա են երազում այս երեխաները։ Միշոն օրինակ երազում է դհոլահար դառնալ, որ կարողանա տատին պահել։ Նա առաջին անգամ նվագել սովորել է ընկերոջ դհոլով ու հենց այդ պահից հասկացել, թե ինչով է ուզում զբաղվել ամբողջ կյանքում։ Ինքը միշտ որ հայացում գնում է դհոլի, ես
միջև իր գնալը, հետո խաղում է, հոր ենք նվագում ու գնում է։ Դու ես ուզում ընկերոջդ պես գնաս։ Տաղանդավոր եւ երաժշտասեր երեխաների պակաս այս ընտանիքում չկա։ Քույրը Մաշնել երգել է շատ սիրում։ Փխրուն, ամաչկոտ ու նուրբ այս աղջնակի մեջ արվեստի նկատմամբ այնքան ջերմություն ու սեր կա, որ նույնիսկ տեսախցիկից է փոխանցվում։ Մաշը ժողովրդական երգեր է սիրում։ Իր քաղցր ու անուշիկ ձայնով մի երգել նկարահանման ընթացքում մեզ համար կատարեց։ Դու պահենանի բալինա, նինա, նանի, նանի ջան, նանի դարդեր սարերով էր, նանի, նանի ջան։ Լուսավոր ու պայծառ այս երեխաների հոգու վերքերը դեռ երկար պիտի բուժի նրանց սիրելի տատիկը։ Վերքեր, որ առաջացել են լքվածության զգացումից, մանկատանն անցկացրած ծանր գիշերներից։ Սիրելի հեռուստադիտող, երեխաները տևական ժամանակ զրկված են եղել ծնողական սիրուց, ու թեև նյութական որևէ աջակցություն չի կարող լրացնել այդ բացը, այնուամենայնիվ ձեզնից յուրաքանչյուրը իր փոքրիկ ուշադրությամբ կարող է նպաստել նրանց կյանքն ավելի լավը դարձնելուն։ Երեխաներին հիմա ավելի քան երբևէ անհրաժեշտ է անվտանգ, տաքուկ ու սիրով լեցուն միջավայր խաղաղ մանկություն ունենալու համար։ Միայն մեր սիրով, ուշադրությամբ ու հոգատարությամբ կարող ենք նրանց համոզել, դարձյալ հավատալ ու սիրել։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Եկող տարվանից 10,800 դրամ քիչ գումար կտեսնեք ձեր հաշվին։ Ֆիննախից ազդարարեցին, թե առողջապահական ապահովագրության համար փող չունենք։ Ապահովագրավճարների հաշվարկման մեխանիզմը շատ ապասոցիալական է։ 200,000 եւ 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողները միևնույն գումարը հիմնադրամ կուղարկեն։ Աղքատները վճարելու են հարուստների համար։ Ինչը կծածկի ապահովագրությունը։ Լինելու են ծառայություններ, որոնք համակարգը չի ծածկելու։ Քաղաքացին չունի ընտրության հնարավորություն օգտվել պետական թե մասնավոր ապահովագրություններից։ 70%-ի չափով խաչվում է առաջանալու պետական ապահովագրության եւ մասնավոր ընկերությունների կողմից առաջարկվող փաթեթների միջև։ Մասնագետները նույնիսկ քաոսային քամու են սպասում։ Պետպատվերը վերջացել է, հերթագրումներ եւ այլն, նույնը լինելու է այդ ժամանակ։ Այս թաղամասերում չկա մի փողոց, որտեղ բնակիչները խնդիրներ չունենան կադաստրային քարտեզների հետ։ Պետությունը որոշեց քարտեզավորել նախկինում համայնքների որոշումների հիման վրա բաժանված հողատարածքները։ Կայքի շինությունը իր գծագրի հետ չի համապատասխան։ Փորձում է գետնի վրա գոյություն ունեցող գույք քարտեզի վրա նշված օբյեկտ կոնֆլիկտը լուծել։ Չի բացառվում, որ այս շինությունն է։ Մարդիկ ստիպված են առանց կադաստրի կոմիտեի դատարանի միջոցով հաշիվներ մաքրել իրար հետ։ Այս դեպքում խնդիրը վերաբերում է 4.6 քառակուսի մետր իբր զարթելու։ 20 տարի անց բախվում է մի անսպասելի իրողության հետ։ Պարզվում է եւս մեկ անձ նույն հողակտորի վերաբերյալ եւս ունի սեփականության վկայական։ Բացակայում է տեղական ինքնակառավարման մարմիններ կադաստրի կոմիտեի երկխոսությունը։ Ես կադաստրի կողմից ջանասիրություն խնդիրը լուծելու երբեք չեմ տեսել։ Իշխանությունները պլանավորում են առողջապահության համընդհանուր ապահովագրությունը ներդնել 2026 թվականի հունվարից։ Ու թեև օրենք չկա, բայց 2026-ի բյուջեով արդեն միջոցներ են նախատեսել։ Այս շտապողականությունը իրավական տեսանկյունից լուրջ խնդիրներ է առաջացնում։ Բանն այն է, որ օրենքի նախագծով ապահովագրավճարը պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, իսկ հարկային օրենսգրքի երկրորդ հոդվածում ասվում է, որ նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա սկզբից։ Հետևաբար գործադիրը պետք է պարզաբանի, արդյոք չի խախտվում հարկային օրենսգիրքը, երբ դեռ չընդունած օրենքը նախատեսվում է կիրառել 2026-ի հունվարի 1-ից։ Հիմա բուն նախագծի մասին։ Պարտադիր կൂട്ടակայինին ժամանակին կտրուկ ընդդիմացող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առողջության պարտադիր ապահովագրություն է ներդնում։ Ու որևէ մեկը չի բացատրում, եթե նպատակը առողջ հասարակություն ունենալն է, ինչու քաղաքացուն չի տրվում ընտրության հնարավորություն օգտվել պետական թե մասնավոր ապահովագրությունից։ Ինչու սպանել մասնավոր ապահովագրության շուկան, որը ոչ միայն տնտեսական աշխուժություն է ապահովում, այլև ավելի լայն ու որակյալ սպասարկման հնարավորություն է տալիս քաղաքացիներին։ Ի վերջո 130,000 դրամ պարտադիր վճարի փոխարեն քաղաքացին գուցե ցանկանում ընտրել ավելի մեծ ծածկույթով եւ բարձր սպասարկման որակով, ասենք 200,000 դրամ արժողության մասնավոր փաթեթ։ Մեկ այլ կարևոր խնդրի մասին։
Ես որպես առողջության ապահովագրություն ունեցող քաղաքացի ցանկացած պահի կապ եմ հաստատում ապահովագրական ընկերության հետ եւ դիմում այն բժշկական կենտրոնին, որը իմ պատկերացմամբ լավագույնն է։ Այնտեղ առանց քաշքշվիկի ու արագ անցնում եմ ցանկացած հետազոտություն։ Հիմա պատկերացնենք իմ գործողությունները առողջապահության համընդհանուր ապահովագրության դեպքում։ Ճանապարհը սկսվելու է պոլիկլինիկայից, որտեղ թե մասնագետների որակավորման, թե սարքավորումներով հագեցվածության խնդիրներ կան։ Այս փաստը ընդունում է անգամ առողջապահության նախարարությունը։ Ու եթե ԿՏ-ի կամ MRT-ի անհրաժեշտություն լինի, ապա պետպատվերով նման հետազոտությունների հերթերը աչքի առաջ կարող եմ վստահ ասել, որ օգտվելու եմ 2-3 ամիս սպասելու այլընտրանքից, այսինքն վճարովի հետազոտությունից։ Ասել է, թե համակարգը նախ պետք էր կարգի բերել, հետո միայն քաղաքացիներին պարտադրել։ Պարտադիր առողջության պարտադրանքը։ Այսպես ենք վերնագրել Էդուարդ Պողոսյանի տեսանյութը։ Հարկերը պարտադիր վճարները չհաշված 200,000 դրամ աշխատավարձ եք ստանում։ Եկող տարվանից 10,800 դրամ քիչ գումար կտեսնեք ձեր հաշվին։ Պետությունը ճիշտ այսքան է սահմանում պարտադիր առողջապահական ապահովագրության գինը։ Պարտադիր պետք է ապահովագրվեք։ Վերջին տարիների առողջապահական թոփ թեման համակարգի մեգաձեռնարկն էր համընդհանուր ապահովագրությունը։ 2023-ից դեռ պետք է նախապատրաստվեինք, իսկ մինչև 2027 թվականը մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը պիտի ապահովագրված լիներ։ Սակայն երբ նախորդ տարի խորհրդարանում սկսվեցին այս տարվա պետբյուջեի քննարկումները, ֆիննախից ազդարարեցին, թե առողջապահական ապահովագրության համար փող չունենք։ Գումարը փաստացի եկող տարվանից ծրագիրը գործարկելու համար գտնվեց։ Նախարարությունը համակարգի ներդրման առաջին փուլի համար այս տարբերակն է առաջարկում։ Սեփական առողջությունն ապահովագրելու համար 200,000 դրամի շեմը հատող աշխատավարձ ստացողները անձամբ կվճարեն, իսկ մինչև 18 տարեկան եւ 65-ից բարձր քաղաքացիների նաեւ առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն կամ 28-ից բարձր անապահովության բալ ունեցողների բեռն իր ուսերին կառնի պետությունը։ Ֆիքսենք, որ բոլորի համար եւ փաթեթը եւ փաթեթի գինը նույնն է, այո։ Սա նշանակում է, որ թե պետության, թե սեփական միջոցների հաշվին Հայաստանի բոլոր քաղաքացիներն այս ծրագրի շրջանակում միևնույն հնարավորություններն են ունենալու։ Հավասարության այս սկզբունքը առողջապահության նախարարությունը պահպանում է նաև հենց աշխատավորների դեպքում, եւ 200,000 եւ ասենք 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողները յուրաքանչյուր ամիս միևնույն գումարը հիմնադրամ կուղարկեն։ Պարզապես առաջինի դեպքում վճարման ենթակա 10,800-ը կկազմի ամսական աշխատավարձային եկամուտի 5.4%-ը, երկրորդի պարագայում հազիվ միայն 1.1։ Ապահովագրական վճարների հաշվարկման մեխանիզմը շատ ապասոցիալական է, վերցված է բացարձակ թվի սկզբունքը, բազմաթիվ երկրներում հրաժարվել են նման մոտեցումից եւ ավելի արդար է, այսինքն ստացած աշխատավարձից եկամուտներից տոկոսային հարաբերությամբ է պահվում, հերթական անգամ ֆինանսական բեռը ընկնում է միջին եկամուտներ ունեցող միջին խավի վրա։ Պետությունը վերցնում է 65+ քաղաքացիների ապահովագրությունը իր վրա, բայց սակայն մենք գիտենք, որ 65 տարեկան մենք բազմաթիվ քաղաքացիներ ունենք, որոնք ստանում են աշխատավարձներ ոչ 200,000, այլ շատ ավելի բարձր։ Հիմնականում քաղցառայության ոլորտում աշխատողները, պետական համակարգում աշխատողները եւ այստեղ սոցիալական անարդարության սկզբունքն է գործում։ Առողջապահության ապահովագրության համար վճարողները պետության կողմից նաև արտոնություններ են ունենալու։ Զինապահ հիմնադրամին ուղղվող գումարները կկրճատվեն։ Հայտարարագիր ներկայացնողներն էլ կկարողանան եկամտահարկից 6,000 դրամ հետ ստանալ։ Հայաստանում աշխատողների ընդամենը 10-15%-ն է, որ նմանատիպ բաներ չունի, հա, երաշխիքներ չունի, հիպոթեկային վարկեր, ուսման վերադարձի հետ կապված կրեդիտներ եւ այլն։ Փորձագիտական համայնքում տպավորություն կա, թե եկող տարվանից ոչ թե առողջապահական ապահովագրման համակարգ ենք ունենալու, այլ պարզապես պետպատվերի ընդլայնված շրջանակ, մինչդեռ առողջապահական գերատեսչության հիմնավորումը, թե ինչով են այս երկու համակարգերն իրարից տարբերվելու, հետեւյալն է. պետական պատվերի լուծումները հատվածական են, ապահովագրականը ունի ստույգ նկարագրություն, ինչպես հիվանդությունը կանխարգելել, վախ հայտնաբերել, բուժել եւ վերականգնել։ Պետպատվերը վերջացել է, պետպատվերի գումար չկա, հերթագրումներ եւ այլն, նույնը լինելու է այդ ժամանակ, այսինքն քաղաքացին գնալու է եւ ասելու են ապահովագրական գումարը չի ծածկում, ապահովագրությունը վերջացել է, հերթագրվեք, հրատապություն չկա եւ քաղաքացին
նույն ձև ստանալու է այն առողջապահությունը, որը այս պահին է ստանում։ Ծառայությունների մասին ինչի դիմաց է քաղաքացին տարեկան օրինակ 2026-ին վճարելու շուրջ 129,600 դրամ, այսինքն բժշկական կենտրոններում ինչպես ձևակերպում են աշխատանքային բառապաշարով, ինչը կծածկի ապահովագրությունը։ Այս համակարգերն առհասարակ սահմանափակ հնարավորություններ են ունենում։ Այսպիսի ծանուցում առողջապահության նախարարությունը դեռ նախորդ տարվանից է օրակարգ ուղարկել։ Համակարգը համապարփակ չի, ինչու, որովհետև ոչ բոլոր ծառայություններն է ծածկում, այսինքն լինելու են ծառայություններ, որոնք համակարգը չի ծածկելու կամ չի մատուցելու։ Ճիշտ եմ, չի հասկանում, որ աշխարհում չկա այդպիսի առողջապահության համակարգ, որը նույնիսկ եթե նա համապարփակ դրած լինեն, ամեն ինչ ծածկի, թե կա։ Օրինակ, ատամնաբուժական ծառայությունները մեծ ամասամբ չեն մտնում ապահովագրական փաթեթների մեջ ընդհանրապես։ Ոչ պետական, ոչ էլ մասնավոր։ Որոշակի սահմաններ են ունենում եւ մենք էլ մեզ համար դրել էինք շատ կարեւոր նշաձող, որ առանձնացնենք հենց այն առաջնային կարեւոր ծառայությունները, վերլուծել ենք Հայաստանում հիվանդացությունը, մարդիկ ինչից են ամենաշատը հիվանդանում, ինչից են հաշմանդամություն ձեռք բերում եւ մահացությունը ինչի հետ է կապված։ Այսպիսի ընդհանուր նկարագիր ոչինչ չի ասում ես։ Ինչն էր ձեզ խանգարում, որ հստակ ներկայացնեք սիրտանոթային համակարգեր, ուռուցքային հիվանդություններ, չարակ նորագույացություններ, թոքային ախտահանումներ, շտապ անհետաձգելի բուժօգնություն եւ այլն։ Եթե տարվա մեջ նեղ մասնագետի խորհրդատվության ցանկացած քաղաքացի կապ չունի նա ունի սոցիալական երաշխիքներ թե ոչ կարող էր գնալ նեղ մասնագետի մոտ ինչքան կարիքը գտնում էր ընտանեկան բժիշկը, ապա ապահովագրված քաղաքացին գնալու է տարվա մեջ ընդամենը 2 անգամ։ Ավել դեպքերը քաղաքացին պետք է վճարի։ Սակայն միևնույն ժամանակ քաղաքացին չունի ընտրության հնարավորություն օգտվել պետական թե մասնավոր ապահովագրություններից։ Պետականը պարտադիր է։ Սուրանկյունը նաև գրավոր հարցում է ուղարկել առողջապահության նախարարություն, հարցրել ենք, այս դեպքում ինչպես եք գնահատում համակարգի ազդեցությունը մասնավոր ապահովագրական շուկայի վրա։ Հայաստանի Հանրապետության համար ներկա պահին ընտրվել է առավել արդյունավետ ապահովագրության մոդել։ Առողջապահության նախարարությունը թե նախագծի նախապատրաստական ողջ ընթացքում, թե նաև ապահովագրության ներդրման դեպքում նախատեսում է մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից կազմված առողջության լրացիչ ծառայությունների փաթեթի ձևավորում եւ առաջարկում ապահովագրված անձանց, որը հնարավորություն կտա ապահովագրության սկզբունքին համահունչ մեր քաղաքացիների համար ապահովել ծառայությունների ավելի մեծ շրջանակ։ Կարողանացել ենք եզրակացնել, որ 70%-ի չափով խաչում է առաջանալու պետական ապահովագրության եւ մասնավոր ընկերությունների կողմից առաջարկվող փաթեթների միջև։ Եվ ըստ էության ստացվելու է մի իրավիճակ, որ ապահովագրական ընկերությունների պորտֆելում ունենալու են շատ էական կրճատումներ։ Իսկ առողջապահական համակարգը պատրաստ է ապահովագրության բեռն իր ուսերին առնել։ Օրակարգից այդպես էլ դուրս չեն գալիս բուժառուների դժգոհությունները, բողոքները, թե պետպատվերի հերթերը հիմա ամիսներ են տևում։ Ուրեմն ինչի ականատեսնենք լինելու հաջորդ տարի։ Փորձագիտական գնահատականները դարձյալ դրականի մասին չեն։ Մասնագետները նույնիսկ քաոսային քամու են սպասում։ Իսկ ռիսկային է ոչ առողջապահության նախարարության թիմն է դրան պատրաստ, ոչ իրավական կարգավորումներն են համաչափ։ Օրենքը ընդհանրապես դա ողնաշարն է, նրա վրա պետք է միսը, մկանը, արյունը, օրգանը այսպես ստեղծվի, ձևավորվի, որը բավականին ժամանակ է պահանջում։ Նախարարությունից պնդում են բժշկական հետազոտությունների կազմակերպումն ու իրականացումը հիմնվելու են բժշկական գործելակարգերի վրա, իսկ հերթագրումները իրականացվեն կառավարման էլեկտրոնային համակարգերի միջոցով, որը, մեջբերում եմ, հիմա էլ հնարավորություն է տալիս հերթագրումների ժամկետները պահել առավելագույնը 1 ամսվա սահմաններում։ Առողջապահության նախարարության կողմից իրականացվել է առողջապահական ենթակառուցվածքների, մասնագետների եւ սարքավորումների ապահովվածության գնահատում, իսկ Ասիական զարգացման բանկի կողմից մշակվել է նաեւ մաստեր պլան, որի համաձայն թե ներկայում, թե առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ընթացքում շարունակաբար պետք է իրականացվեն առողջապահական հաստատությունների կարողությունների բարելավում։
Առողջապահական գերատեսչությանը նաև հարցրել էինք, թե օրինակ ինչպես են նախատեսում գանձել 200,000 դրամից ավելի վարձատրությամբ երկու աշխատանք ունեցող քաղաքացիների պարտադիր ապահովագրական վճարները։ Տեղեկացրել են, գործատուները առանձին կվճարեն ամսական 10,800-ները, գործը կընկնի հարկային։ Հանրագումարային վերջնահաշվարկից առավելագույնը 3 օր հետո կվերադարձնեն քաղաքացուն։ Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության գործող այն դրույթին, թե պարտադիր վճար սահմանող նոր օրենքները կարող են ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակումից 7 ամիս անց, ապա առողջապահության պատասխանատուները նաև այստեղ են օրենսդրական փոփոխության պատրաստվում, կսահմանեն բացառություն։ Տնենք չի, որ մեկ էլ հաջորդ օրը արթնանալու ենք եւ տեսնելու ենք, որ մեր առողջապահական համակարգը, մենթալիտետը, հարաբերությունները ամեն ինչ փոխվեցին։ Ապահովագրական գիննի դեպ վերջնական չէ, 2028-ից թանկանալու է, 129,600-ը կդառնա 164,400, ամիսը 13,700 դրամ, 10,800-ի փոխարեն։ Էդուարդ Պողոսյան, Զորհաբ Քարամյան, Սուրանգյուն։ Կոորդինատային կետ, արբանյակային տվյալների տեղանշում եւ նման արտահայտությունները այլևս մեզ համար խորտ չեն։ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացը հայ հանրության մի մասին ստիպում է տարին մի քանի անգամ խորամուխ լինել քարտեզագիտության եւ գեոդեզիայի նրբությունների մեջ։ Չէ՞ որ խոսքը մեր հայրենիքի տարածքի մասին է, ու բավական է անգամ աննշան շեղում եւ խաղաղասեր ձևացող հարևանին իսկույն կանցնեն կիլոմետրեր։ Այսինքն լավ ուրիշ չէ, որ սկսել ենք ուսումնասիրել քարտեզագիտության նրբությունները։ Մարդիկ պարզապես չեն վստահում ընթացող գործընթացների արդարացիությանն ու թափանցիկությանը եւ փորձում են ինքնուրույն հասկանալ, թե ինչ ենք տալիս Ադրբեջանին եւ ինչ է մնում մեզ։ Բայց կան նաեւ այնպիսիք, որոնք քարտեզագիտության նրբություններն ու օրենսդրությունը տարիներով են սերտում, թեև չեն ավարտել համապատասխան բուհը։ Խոսքը տարբեր համայնքներում հողատարածքների սեփականատերերի մասին է, որոնց սեփականությունը տեղորոշվել է կադաստրի գրանցման համար, սակայն հետագայում պարզվել է, որ այն հատվում է հարևանի հողի կամ համայնքային տարածքի հետ։ Ընդ որում սա լավագույն դեպքում։ Հայտնի են դեպքեր, երբ սեփականությունը քարտեզի վրա կարող է լրիվ այլ վայրում գտնվել։ Քիչ անց ներկայացվող տեսանյութի հերոսները ավելի բարդ դիլեմայի առաջ են կանգնած։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մեկ ուրիշի հողատարածքը համադրվում է ձեր հողատարածքին ոչ թե 1 կամ 10 քառակուսի մետրով, այլ ամբողջությամբ, ու երկուսը էլ ունեք կադաստրի վկայական։ Այո, նույն հողը, նույն վայրում, բայց երկու սեփականության վկայական։ Այժմ մարդիկ դատարանում փորձում են հասկանալ, թե ում սեփականության իրավունքը պետք է պահպանվի եւ ում փոխհատուցի պետությունը։ Կարծնեկից ո՞րն է այս եւ նման այլ խնդիրների պատճառը։ Ըստ մասնագետների, երբ նոր տեխնոլոգիաները համադրում ես 5 քարտեզների հետ, կարճ միացում է առաջանում, ինչն էլ հանգեցնում է հարևանների միջև վեճերի եւ տարիներով շարունակվող դատական քաշքշուկների։ Մանրամասները Արմեն Աթալյանի կադաստրի կարճ միացումները տեսանյութում։ Ինձնից աչի վրա նորք մարաշն է, ձախում, նարդոս, մի քիչ ավելի հեռվում, սարիթաղ։ Այս թաղամասերում հիմնականում գերակշռում են առանձնատները, որոնք բավականին խիտ են կառուցապատված։ Եվ նաև երևի դա է պատճառը, որ այս թաղամասերում չկա մի փողոց, որտեղ բնակիչները խնդիրներ չունենան կադաստրային քարտեզների հետ։ Կադաստրային քարտեզների հետ մարդիկ սկսեցին առնչվել 2000-ականներին, երբ պետությունը որոշեց քարտեզավորել նախկինում համայնքների որոշումների հիման վրա բաժանված հողատարածքները։ Պրոցեսը քիչ թե շատ կարգավորեց դաշտը, բայց նորագույն տեխնոլոգիաների ի հայտ գալով պարզ դարձավ, որ ամեն ինչ նորից պետք է շտկել։ Հնարավոր է, որ կադաստրում գրանցված լինի 120 մետր հողամաս, ընդունենք 60 մետր մեկին, 60 մետր մյուսին, բնության մեջ դա իրականում 100 մետր լինի։ Այսինքն հիմա մեկը ասում է ես 60 մետր ստեղ ունեմ, մյուսն էլ, բայց բնության մեջ քանի որ չկա այդ մակերեսը, արդեն դժվար է բացատրել թե այս կողմին, թե այն կողմին, որ գիտեք ժամանակին 90 ընդունենք 3 թվականին չափագրողը եկավ, հոգնած էր, մոտավորապես մի բան գրեց եւ գնաց։ Սա ճանապարհն է բնության մեջ, պարզերևացող, հա, իսկ կադաստրային քարտեզում ճանապարհը անցնում է լրիվ ուրիշ հատվածով։ Սա այն քարտեզն է, որը մենք ունեցել ենք մինչև բոլորովին վերջերս, այսինքն տարիներ շարունակ օգտագործվել է, ունեցել ենք այս կադաստրային քարտեզը։ Արման Ավետիսյանը երկար տարիներ Հայաստանի տարբեր մարզերում փորձում է գետնի վրա գոյություն ունեցող գույք քարտեզի վրա նշված օբյեկտ կոնֆլիկտը լուծել, դրանք հստակ տեղորոշել եւ այսպես ասած միավորել։ Ոչ մի գծագիր տակի շինությունը իր գծագրի հետ չի համապատասխանում, էլի, բոլորը շեղված են։
Այստեղ քանի որ քարտեզը բավականին հին է, գույքերի մեծ մասը դրանից հետո է ձևավորվել, իրանք առհասարակ չկան, բայց օրինակի համար չի բացառվում, որ այս շինությունն է։ Այս շինությունը ըստ երևույթին ստեղ է օրինակի համար։ Հիմա կադաստրի կոմիտեն իրականացնում է կադաստրային քարտեզների շտկում, սակայն դրանք արվում են բնակավայրերի մակարդակով, այսինքն խոսքը ոչ թե շինությունների, այլ բլոկային շտկումների մասին է։ Համայնքային ճանապարհներ, կարևոր օբյեկտներ, թաղամասեր։ Կադաստրային քարտեզի ստեղծվելուց առաջ արդեն իսկ ստեղ տեղադրված գույք ա եղել, այս շինությունը շատ ավելի վաղուց է, քան թե կադաստրային քարտեզն է ձևավորվել, բայց սխալ քարտեզագրման արդյունքում ինքը քարտեզագրվել է ստեղ, որ իրականում այս թեկության վրա ինքը չերել կարա էլի գոյություն ունենար։ Բնակավայրերի այս շտկված բլոկների ներսում սակայն մարդիկ ստիպված են առանց կադաստրի կոմիտեի դատարանի միջոցով հաշիվներ մաքրել իրար հետ։ Իսկ եթե հողի արժեքը բարձր է, խնդրի լուծումը կարող է տարիներով ձգվել, դառնալով պայքար ամեն քառակուսի մետրի համար։ Պատկերացրեք, որ խոսք գնա բավականին հին գույքի մասին, որը գտնվում է, ասենք, Սայաթնովա փողոցում։ Հողամասերից մեկը իր հողամասը վաճառում է կառուցապատողը շենք է կառուցում շինթույլտվության հիման վրա եւ շենքի եւ բնակելի տան միջև հեռավորությունը գրեթե 1-1.5 մետր է կազմում, որի հետևանքով բնակելի տան բնակիչները դժգոհում են, բողոքում են, ներկայացնում են իրենց բողոքը դատարան, հայցադիմում են ներկայացնում։ Կառուցապատողի հետ հարաբերությունները լարվում են եւ կոնֆլիկտ է սկսվում շինարարական նորմերի խախտումների պատճառով։ Սկսվում է կադաստրային քարտեզների փնտրտուքը հարևանների վրա ճնշում բանացնելու համար։ Այս դեպքում խնդիրը վերաբերում է 4.6 քառակուսի մետր հողամաս իբր զավթելու։ Բայց խոսքը վերաբերում է կադաստրի սխալ քարտեզագրությանը, այսինքն կոորդինատները սխալ են ֆիքսվել։ Եթե փողոցի այդ հատվածի բոլոր բնակիչները փորձեն տվյալ կառուցապատողի տրամաբանությամբ շարժվել, ապա բոլորը բոլորից պետք է հող պահանջեն, ասում է փաստաբանը։ Այստեղ լուծումը կարող էր լինել կադաստրի կոմիտեի, այսպես ասած, քավորությամբ բոլոր հարևանների միջև փոխադարձ համաձայնությունը։ Էլ ավելի մեծ խնդիր է դառնում, երբ որ այդ ուղումը պետքա կատարվի շղթայական կարգով։ Այսինքն, այդ թաղամասի 10-20 ենթադրենք բնակելի տները ունեն քարտեզի խնդիր եւ բոլոր քարտեզների խնդիրները լուծելով պետք է այդ հարցը լուծել։ Գյուղեր բնակավայրեր կային, իրար հետ հեկտարներով համադրվում էին։ Ասենք այդ նույն տարածքը, գետնի վրա նույն հողակտորը, այս բնակավայրը ժամանակին իմանալով իր սահմանումը վաճառել էր Պողոսին, այն մյուս բնակավայրը այդ նույն տարածքը, բայց իր քարտեզում եւս արտացված հատվածը վաճառել էր Պետրոսին։ Մարզերում ամբողջական հողերի համադրությունը տարածված երևույթ է։ Ասենք մարդուն 90-ականներին համայնքի որոշումով հող է հատկացվում։ 2000-ականներին նա սեփականաշնորհում է այդ հողատարածքը, բայց մեկ էլ 20 տարի անց բախվում է մի անսպասելի իրողության հետ։ Իր հողամասը, որի հետ կապված ունի Հայաստանի Հանրապետության կադաստրի վկայական եւ համոզմունք ունի, որ դա իր սեփականությունը, պարզվում է եւս մեկ անձ նույն հողակտորի վերաբերյալ եւս ունի սեփականության վկայական։ Ակնհայտորեն պետք է առաջին պետական գրանցմանը նախապատվություն տրվի, իսկ երկրորդ քաղաքացին արդեն պետք է պետությունից վնաս ուզի որպես գույքի կորուստ։ Այստեղ հարց է առաջ գալիս. իսկ ինչ պետք է անեն նման իրավիճակում քաղաքացիները, այսինքն չկա որևէ միջոց, որ հնարավորություն կտար առանց դատարան դիմելու խնդիրը լուծել արագ ու պարզ ճանապարհով։ Քաղաքացուն ուղարկում են համայնքապետարան, գնա բեր համայնքի ղեկավարի կողմից հաստատված քարտեզ նոր կնիքով։ Համայնքի ղեկավարները հատկապես մարզերում չեն հասկանում իրենցից ինչ է պահանջվում, որպեսզի այդ խնդիրը լուծեն։ Տպավորություն է ստեղծվում, որ այստեղ բացակայում է տեղական ինքնակառավարման մարմիններ, կադաստրի կոմիտեի երկխոսությունը։ Հավանաբար չկան ճիշտ ռելսերի վրա դրված կոմունիկացիոն խողովակներ։ Մենք մեղավոր չենք, համայնքն է մեղավոր, մենք մեղավոր չենք, 20 տարի առաջ մենք չենք եղել, կամ գնա հարևանի դատի տուր։ Որպես այդպիսին իմ պրակտիկայում ես կադաստրի կողմից ջանասիրություն խնդիրը լուծելու երբեք չեմ տեսել։ Դու կարող ես նշված խնդիրներով ընդունենք 5-ից 10 էջ պատճառաբանված դիմում գրել, դրանի պատասխան ստանալ 2 տողանոց վերացական պատասխան։ Դա ընդհանուր առմամբ կադաստրի այս պահին աշխատելավոճն է։ Հիմա քննարկման է ներկայացվել մի օրինագիծ, որը կադաստրային քարտեզների շտկման process-ում վարչարարության ամբողջ պատասխանատվությունը դնում է կադաստրի կոմիտեի վրա։ Այսինքն, եթե օրենքն ընդունվի, քարտեզներում կոորդինատային անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում կոմիտեն այլևս չպետք է մենակ թողնի քաղաքացուն իր դահադերի հետ։ Ասում եմ, որակավորված անձ դու ինձ բեր
Այս ինֆորմացիաները ճշգրիտ, օրով, ժամով, լուսանկարով, հարևանների համաձայնությամբ մեկ-մյուս, որոշ դեպքերում առաջի պետական գրանցման գույքերի սխալ տեղադիրքը, որ էլի պետությունն է արել, կադաստրն ասում է, ես նույնիսկ առանց հարևանի համաձայնության դա կդիտարկեմ ու կիրականացնեմ, եթե փաստերով երևա հավաստվի, որ այդ խնդիրը կա, ինքը կուղղի։ Մարդիկ հիմա բավականին ներդրումներ են անում գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում։ Երկուսի դեպքում էլ էական է կադաստրային քարտեզների խնդրի լուծումը։ Ներդրում անողը պետք է վստահ լինի, որ ապագայում, երբ իր աշխատանքի շնորհիվ հողի արժեքը աճի, մեկ էլ հանկարծ չի պարզվի, որ կոորդինատային սխալների պատճառով նա կարող է զրկվել իր այդ արժեքավոր գույքի մի մասից։ Արմեն Աթալյան, Վահրամ Աղոյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Րոպեներ առաջ ահա այս տարածք մտել զինված մի վիժվածք, որի պարանոցին գցած է եղել ցուցանակ, եթե փողերը չտակ 20 վայրկյանում կտրաքացնեմ գրությամբ, այսինքն սկի չի էլ ուզեցել լեզու թրջի աշխատակիցների հետ։ Գազաբալոնով էլ ասել է կտրաքած։ Պայթունն այնքան ուժգին է եղել, որ գազաբալոնի մասը պոկվել ու մոտ 200 մետր շպրտվել էր, իսկ հարևանությամբ գտնվող մեքենաները վնասվել էին։ Քանի ավտո է վնասվել։ Զոհ չկա, միայն երջանիկ պատահականությամբ, որովհետև նայելով հատկապես Նիսանի վիճակը, լրիվ այլ պատկերացում ես ունենում։ Իրեք վիրավոր։ Նշանակում է, որ եթե դրանք չլինեն, երկու ամենագնացն էլ կլղկոնձի են տալու խորը ձորը, իսկ այդ դեպքում ոչ թե կունենային 6 վիրավոր, այլ 6 զոհ։ Ճանապարհին մեքենայի արագություն բացելը ընդհանրապես զարմանալի չէ։ Զարմանալին ճանապարհը գին հետիոտնի կտրելու փորձն էր։ Ասենք, ոնց կարելի է այս լայն ճանապարհը ողջ առողջ կտրել։ Էն էլ իր անձրևանոցն է։ Տպավորություն էր, թե վարորդը ցանկացել է ինքնասպանություն գործի ու սրանից ավելի հարմար եղանակ չի գտել։ Տևական ժամանակ չենք լսել ամենավտանգավոր հանցատեսակներից ավազակային հարձակումների մասին։ Ուրախացել ենք, կարծելով, թե քրեածին տարերի համար դեռևս գոյություն ունեն կարմիր գծեր։ Ցավոք ուրախությունը երկար չտևեց։ Մայրաքաղաքի շինարարների փողոցում տեղի ունեցածը հերթական անգամ փաստեց, որ քրեածին իրավիճակը Հայաստանում անվերահսկելի է։ Երկե չի կարելի մեկ դեպքով նման եզրակացություն անել, սակայն կատարվածը վկայում է տիրող ամենաթողության ու անպատժելիության մասին։ Անցագործը հավանաբար ենթադրել է, թե իրավապահները շատ ավելի կարևոր գործերով են զբաղված։ Հրեն, վաղաշաբաթում անդիմադիրների են ձերբակալում։ Ինչ պետք է լինի, եթե մտնեմ ինչ-որ բանկի մասնաճյուղ ու գումար հափշտակեմ։ Ու մտել է։ Զինված։ Պարանոցին էլ, եթե փողերը չտակ, 20 վայրկյանում կտրաքացնեմ կախած գրառմամբ։ Այսինքն չի ցանկացել հաղորդակցվել աշխատողների հետ, հավանաբար հետագայում ձայնը չիդենտիֆիկացնելու նպատակով։ Ու եթե հաշվենք առնում նաև փաստը, որ նախկինում մի քանի անգամ դատապարտվածը հափշտակել է ընդամենը միլիոնից մի փոքր ավելի գումար, պարզ է դառնում, որ նաև չի ցանկացել երկար մնալ բանկում, քանի որ այդ դեպքում բացահայտվելու հավանականությունը կմեծանար։ Այսինքն մտածված է գործել ու ոչ զուր։ Կողոպուտի փորձը ստացվել է, ժամեր անց էլ Բագրատաշենի անցակետով հանգիստ լքել է Հայաստանը։ Իսկ իրավապահները ավելի լուրջ գործերով են զբաղված։ Ինչպես տեղյակ եք, Երևան երազք ճանապարհը երթևեկելի յուրաքանչյուր կողմ ունի մի քանի գոտի։ Ճանապարհի որոշ հատվածները բետոնապատ են, որոշները ասֆալտապատ։ Մի խոսքով, բավականին որակյալ ճանապարհ, որտեղ վարորդները մեծ արագություններ են զարգացնում։ Դե հիմա պատկերացրեք, որ մեքենաների մեծ հոսքի ու արագությունների պայմաններում այդ լայն ճանապարհը փորձում է կտրել կին հետիոտնը, հարևանությամբ գործող սննդի օբյեկտի մաքրուին։ Այո, փորձանք է դարձել։ Բայց ինչ պետք է աներ կինը, եթե այլ ընտրանք չկա։ Այս ճանապարհի անգամ այն հատվածներում, որտեղ օբյեկտներ, մարդկանց ու մեքենաների մեջ շարժ կա, իրավասուները չեն մտածում հետիոտների մասին։ Վերգետնյա անցումներ չեն կառուցում, ու մարդիկ ստիպված են կյանքի գնով անցնել լայն ճանապարհը։ Փաստորեն պետությունը չի կատարում մարդկանց անվտանգությունը ապահովելու պարտավորությունը։ Մանցածորի քրեական քրոնիկոնը, արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի զինված կողոպուտից մահվան ճանապարհներ տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, որ ասում եմ, այս թույլ վերահսկողությունը վերջում հանգեցնելու է ամենաթողության, չէիք հավատում։ Մեռանք ամեն թողարկմանը սպանության դեպքեր ներկայացնելով։ Հիմա էլ Ռազբոյի մասին պիտի խոսենք։ Զինված անձը մտնում է բանկի մասնաճյուղ ու մի կլորի գումարով հեռանում։ Հիմա տեսնես իրավապահները
այս կատարվածում իրենց մեղքի բաժինը տեսնում են, կասեք Շամշյան, նրանք որ իմանային, թե զինված մտնելու է այդ մասնաճյուղ, հաստատ կկանխեին, համաձայն եմ, բայց ես նկատի ունեմ փաստը, որտեղի ունեցածը իրավապանների թողտվությամբ երկրում ստեղծված անվերահսկելիության հետևանքն է, ու նույնը կարող է կրկնվել, ասենք վաղը։ Խոսքը մայրաքաղաքի շինարարների 25 հասցեում գործող ՎՏԲ բանկի մասնաճյուղում նոյեմբերի 17-ին տեղի ունեցածի մասին է։ Րոպեներ առաջ ահա այս տարածք մտել զինված մի վիժվածք, որի պարանոցին գցած է եղել ցուցանակ, եթե փողերը չտակ 20 վայրկյանում կտրաքաստեմ գրությամբ։ Այսինքն, սկի չի էլ ուզեցել լեզու թրջի աշխատակիցների հետ։ Երևի, որ հետո ձայնով չճանաչեն։ Ստեղի աշխատակիցներն էլ ամենևին չեն համարել, որ բանկի փողերը իրենց կյանքից ավելի կարևոր են ու ստահակին են հանձնել խոշոր չափի գումար, ավելի ստույգ, ավելի քան 1 միլիոն դրամ։ Որ կողմից է եկել։ Ով է հավաքել։ Հիմա կասեք, մթոմ 1 միլիոն դրամը ինչ է, հանուն որի մտնում է սենց բեռի տակ, բայց իրավացի չեք։ Նախ այդ մարդուն գուցե 1 միլիոն դրամ էր անհրաժեշտ երջանիկ լինելու համար, ու հետո, եթե սպասեր մինչև բերեն ավելի մեծ գումար, հավանականությունը, որ կբռնվեր, մեծանալու էր։ Դրա համար էլ գերադասելը քիչ վերցնի, բայց հասցնի ճողոպրի, ու պատկերացրեք, որ ստացվել է։ Համենայն դեպս մինչև այս պահը նրան չեն հայտնաբերել, բայց ելի եմ կրկնում, եթե երկրում չի տիրելու օրենքի իշխանություն, նման դեպքերը հաճախակի անալու են։ Հետևաբար իշխանությունները լավ կլինի թարգեն սրա նրա վրա մեղք բարթելու արատավոր գործելավոճը ու գործի անցնեն։ Իսկ այս դեպքում, եթե իրավապանները լուրջ գործի անցնեին, ապա ՎՏԲ բանկը թալանողը Բագրատաշենի անցակետով նույն օրը ժամեր անց չեր լքի Հայաստանի սահմանը։ Այս գազի բալոնով էլ ասել եք տրաքաստում։ Այ մարդ, ախր ինչքան պետք է ասենք, որ թարգեք այս գազելները շահագործել։ Լավ, էլ ինչ պետք է լինի, որ հասկանաք, սրանք խաձիաչի փորձանքներ են։ Ու քանի որ հանրապետությունում արկա գազելների մեծ մասը շահագործվում է մարզերում, հենց մարզերում էլ արձանագրվում են դրանց մասնակցությամբ ամենաշատ պատահարները։ Արմավիր քաղաքում գործող գազալացակայաններից մեկում ենք, որտեղ րոպեներ առաջ պայթուն է հնչել այ այս գազելի գազաբալոնը լիցքավորելիս։ Քանի ավտո է վնասվել։ Էս, սա լավ վնասվել տղերք։ Ինել։ Էս էլ։ Այո, պայթունն այնքան ուժգին է եղել, որ գազաբալոնի մասը պոկվել ու մոտ 200 մետր շպրտվել էր, իսկ հարևանությամբ գտնվող մեքենաները վնասվել էին։ Նու որոշ առումով գուցե համաձայնեմ, որ պատճառը ոչ թե գազելն է կամ դրա գազաբալոնը, այլ լիցքավորման ընթացքում թույլ տրված սխալները, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Ինչի եմ սենց ասում, որովհետև եթե հիշում եք, ոչ վաղ անցյալում էլի դեպք էի ներկայացրել, երբ գազելի գազաբալոնի լիցքավորման ընթացքում պայթուն էր հնչել։ Մի խոսքով արդեն ձայներս կտրվել է։ Թարգեք գազելի շահագործումը գոռալու հետևանքով։ Հիմա հասկանանք, թե բացի ժեշտից մարդ ուժել է, թե ոչ։ Ըստ նախնական տեղեկությունների, պայթունի հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից մեկին արագ հասած շտաբօգնության բրիգադը նախտեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, հետո տեղափոխել Արմավիր բժշկական կենտրոն։ Մյուս վիրավորին Արմավիրի շտաբօգնության բժիշկները հետազոտել են, օգնություն են ցուցաբերել, բայց նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Բախտներս գոնե այս հարցում բերեց, թե չէ, ինչպես ասում են, որտեղ գազել, այնտեղ մահ։ Տեղից թռե, բայց դա որ մեկի բալոնն է։ Երևի լիցքավորվող ավտոյի։ Որա տարակել ազգում ես։ Հենց ավտովթարի մասին ահազանգահնչում Երևան-Սևան ճանապարհի 70-րդ կիլոմետրից միանգամից հիշում եմ տարիներ առաջ դերասանուհի Անի Երանյանի եւ Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի մեքենաների բախումը։
ու հիշում եմ ոչ միայն այն պատճառով, որ հանրությանը հայտնի մարդկանց մեքենաներ էին բախվել, այլ որովհետև այդ սարսափելի վթարի հետևանքով բարեբախտաբար զոհ չեղավ ու երանի եմ տալիս, որ նոր վթարը եւս չունենա ողբերգական ավարտ։ Կարծես բարձյալը ականջալուր է լինում խնդրանքներից։ Համենայն դեպս ամենագնաց Nissan-ի ու Mercedes Sprinter-ի բախման հետևանքները հենց այդ մասին են խոսում։ Իրեք վիրավոր Մեքենաների վնասվածքներից դատելով կարելի է համաձայնվել կամ չհամաձայնվել դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիների տեսակետի հետ, որ Nissan-ի վարորդը փորձել է ձախ շրջադարձ կատարել։ Այն էլ Sprinter-ի վարորդը դրան դեմ է եղել։ Սա նախնական վարկած է։ Հենա տեսնում եք, իրավապանները չափ ու ձև են անում, հետո կհասկանան ինչը ինչոց է։ Փաստն այն է, որ կեսօրին մոտ ժողովրդին հայտնի ճամբարակի խաչմերուկում բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Այո, զոհ չկա, միայն երջանիկ պատահականությամբ, որովհետև նայելով հատկապես Nissan-ի վիճակը, լրիվ այլ պատկերացում ես ունենում։ Հիմա երկու դեպքի մասին, որոնք թվում է չունեն նմանություն, սակայն դա միայն առաջին հայացքից։ Էլ չեմ խոսում, որ իրականում լիքը մտածելու տեղիք են տալիս։ Սկսենք Աբովյանից դեպի Նորհաճ ընտանող ճանապարհին կամրջի հարևանությամբ տեղի ունեցածից։ Ինչպես տեսնում եք, օրը ցերեկով իրար են բախվել Mercedes ու Jeep Magnish-ի մեքենաները։ Այս անգամ ոչ թե գազալցակայանի աշխատակցին է օգնություն անհրաժեշտ եղել, այլ վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն են օգնության հասել։ Ուշադրություն, 6 վիրավորի։ Էս իրար է այդ վթարները։ Ժողովրդա մի վարքյան հետ։ Ընդհանուր 6 վիրավոր, հա։ Դատելով մեքենաների ստացած վնասվածքներից կարելի է եզրակացնել, որ բախումը ճակատային է եղել։ Ասել է, թե մեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ դա տեղի է ունենում հիմնականում, երբ փորձում են առանց համապատասխան տեսադաշտի վազանց կատարել։ Մի խոսքով, էլի գործ ունենք ճանապարհային երթևեկության ամենատարածված խախտումներից մեկի հետ, բայց հիմա ձեր ուշադրությունը ցանկանում եմ սևեռել մեկ այլ հանգամանքի վրա։ Կասեք, թե ինչ եք տեսնում ձեր էկրանին։ Ճիշտ է, վթարված մեքենաները, իսկ որտեղ են նրանք գտնվում։ Այո, երկաթե արգելապատնեշների կամ վրա, կամ դիմացը։ Իսկ ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ եթե դրանք չլինեն, երկու ամենագնացն էլ կլխկոնձի են տալու խորը ձորը, իսկ այդ դեպքում ոչ թե կունենայինք 6 վիրավոր, այլ 6 զոհ։ Այդ դրա համար ենք անընդհատ կոկորդ պատռում, որ ասենք Երևան-Գյումրի կամ մեկ այլ վտանգավոր ճանապարհահատվածներում պետք է արգելապատնեշներ տեղադրել։ Շտաբօգնությունն է, չէ՞ տարել սա։ Դե հիմա խնդրում եմ ստեղ նայեք, Չարաբաստիկ Երևան երասխ ճանապարհն է, որտեղ առավոտ 7:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Հենրիկը Լադայով այն թափ բնակավայրի վերջնամասում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Դե գիտեք, թե սա ինչ սարքած ճանապարհ է։ Վարորդներից շատերը չեն կարողանում զսպել արագություն բացելու գայթակղությունը։ Փաստորեն Հենրիկը բացառություն չէր։ Վրաերթից հետո նա փախուստի չի դիմել, ահազանգել աշտաբօգնություն, սակայն դեպքի վայր հասած Մասիսի բժշկական կենտրոնի բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը։ Ընդ որում հարվածն այնքան ուժգին է եղել, որ մահացածի երկու ոտքերը ծնկից ներքև կտրվել էին։ Ես սարքել եմ, որ անցնեմ ինչ իմանամ, որ այս անցումը կդառնա ճակատագրական։ Էն էլ իր անձրևանոցն է, հա։ Նկարահանում է ու մտածում, որ այս ճանապարհին մեքենայի արագություն բացելը ընդհանրապես զարմանալի չէ։ Զարմանալին ճանապարհը կին հետիոտնի կտրելու փորձն էր։ Ասենք, ոնց կարելի է այս լայն ճանապարհը ողջ առողջ կտրել։ Օգնության ասան դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր նշում են, թե վրաերթի ենթարկվածն աշխատում էր հարևանությամբ գործող սննդի կետում, որպես մաքրուհի, եւ հենց սննդի կետի դիմաց անհայտ անձիկ քարեր են դրել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների տակ եւ այն իրենց համար դարձրել են արհեստական անցում։
ու հավանաբար հետիոտնը կամ այդ հատվածով է անցել կամ փորձել է այդ հատվածով հասնել food court։ Հետևաբար նման դեպքերը նվազեցնելու համար ճիշտ կլինի, որպեսզի այսպիսի օբյեկտների մոտ կառուցվի վերգետնա անցումներ, քանի որ եւ ավտոմեքենաների շարժն է շատ եւ հետիոտների։ Տեսնում եք, նախորդ դեպքում արգելապատնեշները 6 մարդու կյանք փրկեցին, իսկ այս դեպքում համապատասխան կահավորանքի բացակայությունը ողբերգության պատճառ դարձավ։ Ասում եմ, չէ, ինչ չենք տեսել, տեսնում ենք։ Իհարկե լավ է, որ Հայաստանում գնացներ են գնում գալիս, թող Թրամփն էլ դրա մասին իմանա։ Նենց չի, որ ոչ ոք այդ ենթակառուցվածքների տեղը չգիտեր ու ինքն է մեզ սովորեցնելու։ Ուղղակի վատն է, որ այդ գնացների շարժը սահուն չի ու որոշ դեպքերում հանգեցնում է ողբերգության։ Կասեք Շամշան, հերիք է փիլիսոփայես, ավելի լավ է դեպքի մասին պատմեմ ժողովուրդ ջան, քանի գլխանի եմ, որ ձեր ասածը չանեմ։ Սաղեջ, կասեք, թե ինչ գործ ուներ Volkswagen Touareg-ը Լոռու մարզի Լեռնապատ գյուղի այս հատվածում։ Տպավորություն էր, թե վարորդը ցանկացել է ինքնասպանություն գործի ու սրանից ավելի հարմար եղանակ չի գտել։ Կյանքի իրավունք ունեցող վարկած, որովհետև եթե անգամ ամենագնացը, դժվար թե կարողանաս ճանապարհը սենց կարճ կտրես։ Փաստորեն, առավոտյան 9-ի սահմաններում Touareg-ի վարորդի ձեռնարկած փորձը փորձանք է դարձել։ Տասնյակ վագոններից բաղկացած բեռնատար գնացքը, ինչպես տեսնում եք, մխրճվել է ամենագնացի մեջ։ Ավտո խանգարը մածես, ու կրանը գամուտի։ Բախման հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն, ու մինչ դեպքի վայրում աշխատում էր Լոռու մարզային քննչական վարչության խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացավ։ Մենք ուշադրությամբ կհետևենք այս առասպացային դեպքին, հասկանանք, թե ինչ ընթացք է ունենալու եւ ինչու է ամենագնացը հայտնվել այս հատվածում։ Պետք է նաև պարզել, թե արդյոք գնացքի մեքենավարը պահպանել է երթևեկի կանոնները, ասենք զգուշացնող ազդանշան տվել է կամ փորձել է արագությունը սահմանափակել։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք նոյեմբերի 30-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։